Տիկին Ավանեսյան, այո, Հայաստանին եւ Հայաստանի բնակչությանը պետք է իսկապես լավ, տրամաբանված, առողջապահական, ապահովագրական համակարգ, բայց այս նախագիծը դա չի, ու ինչի դա չի։ Եկեք մի հատ հասկանանք, իմ գործընկերները եւ հանձնաժողովի նիստի ժամանակ նաեւ բազմաթիվ դետալների անդրադարձել են, կլինի տարիքը, ինչու 65, ոչ թե 63, կլինի այն, որ դուք մինչեւ հիմա ծածկույթը չեք ներկայացնում, թե վճարը, այսինքն կա հունվարի 1-ից մարդիկ ինչքան են վճարելու կոնկրետ դրամներով, ինչի դիմաց են վճարելու, դա չկա եւ չգիտենք էլ երբ կունենանք, եթե դուք տեսել եք որևէ մասնավոր ապահովագրական ընկերության պայմանագիրը, օրինակ ես կարող եմ հենց հիմա հանել, դժվար չի, ցույց տալ է ձեր ասած հարկը, որ ըստ էության ավելանում է, ինչ կարող է քաղաքացին դրա դիմաց ստանալ։ Դուք ինձ չեք կարող ցույց տալ, դուք դրա դիմաց ինչ եք առաջարկում։ Բայց այս նախագծի ամենամեծ խնդիրը իհարկե ըստիս դա չի, այս տեխնիկական խնդիրները չեն։ Խնդիրը այն է, որ դուք իրեն բերել եք նախընտրական տրամաբանության մեջ, ու այստեղից են սկսվում բոլոր խնդիրները։ Այո, դուք 5 տարի խոսել եք սրանից, բայց հունվարի 1-ից արդեն սահմանել եք, որ հարկը քաղաքացու պիտի բարձրանա, դեկտեմբերի 2-ն մենք նոր առաջին ընթերցում ենք անում ու քննարկում ենք, ու այլ պատճառաբանություն, այլ տրամաբանություն, որ 6 ամիս հետո ընտրություններ են ու դրա համար է սա քննարկվում, ուղղակի չկա, որովհետև այլապես մենք հնարավորություն կունենայինք ոչ թե ունենալու այն ինչ որ դուք հասցրել եք բերել ազգային ժողով, այս հարցերին էլ չկարողանալու պատասխանել, այլ հնարավորություն կունենայինք միջազգային լավագույն փորձով առաջ շարժվելու։ Միջազգային լավագույն փորձը հատկապես Հայաստանի դեպքում վկայում է այն, ինչի մասին հիմա ես կխոսեմ։ Ըստ էության եկեք իրերը կոչենք իրենց անունների։ Դուք շատ սիրուն փաթեթավորում եք, ինչպես միշտ, ինչպես ամեն ինչ է, այդտեղ չեմ կարողանա ձեզ որևէ բան անել, բայց դուք ըստ էության ուղղակի ուսումնասիրել եք շուկան, տեսել եք ապահովագրական ընկերությունների գործունեությունը, տեսել եք, որ այո, այդտեղ կա երևի թե մեծ շահույթ եւ դա կայացած ինստիտուտներից է մասնավոր, հիմա դուք այս ծրագրով մեգա ապահովագրական եք ստեղծում։ Ուղղակի մեկ պետական մեգա ապահովագրական։ Ու դուք դա անում եք ձեր կառավարման փորձով ու հմտություններով։